Աստված բոլորին մի նավի վրա հավաքում, ասում եմ 5 տարի ձեզ բոլորիդ միտեղ փորձում եմ հավաքել, կներեք տեսնելով այն պատահական մոլորված մեր հայրենակիցներին հանելով արանքից կամ ստիպված զոռով տարած մարդկանց հանելով, բայց այդքան մեղսագործ միտեղ ես չէի տեսել։ Ես միաժամանակ անգամ ԿՊ համագումարին չէի, անգամ ԿՊ համագումարը վիզուալ տեսակետից այդ տպավորությունը մեղքի ու սրիկաների կուտակման չէր թողել, որովհետև դա տենց զալ է, ասես լղոզված է, էլի, տենց շատ։ Իսկ այստեղ սենց այդ մեղքի կուտակումը, այդ մարդկանց, նորից եմ ասում, հանում եմ ստիպված զոռով տարած մարդկանց կամ մոլորված մարդկանց, խոսքը գնում է այն ԿՊ-ական վերնախավի մասին, այդ գիտակցված են անում ինչ անում են այդ բանի մեջ։ Եվ ես կարծում եմ, որ դրա պետք չի կարելի պրոստը տակ նստել։ Ժողովուրդ հրաշալի պատասխան էր տվել նախորդ կիրակի, գնացել էր, լցվել էր Աստծո տներ, ինձ ասում էին, իմ երոնքել են ընտանիքով գնացել, ես չկարողացա, ընկերներս որտեղ մտնում էինք, գիտեք, տարբեր ժամերի, անպայման չէր պատարագի ժամին, եկել ես ինչ եմ խնդրում օրինակ, հա, չգիտեմ, մեր հաղորդումը գնալու է արդեն օր անցած, այդ չգիտենք ինչ է լինելու, հաջորդ անգամները, եթե Նիկոլը փորձի այդպիսի բան անել, ես ինչ եմ խնդրում, բոլոր հավատացյալները, որոնք անպայման գնալու են եկեղեցիներ աղոթքի, հեղեղեն լրահոսը, սոցիալական ցանցերը, նկարներով, վիդեոներով, պետքա կոտրել նիկոլական այդ պրովոկացիոն, սատանիստական, քրիստոնեական անվան տակ սատանիստական այն կարգի հակաստվածային, որ եկեղեցին ասաց, որ վերասրբագործման կարիք է այդ եկեղեցու, այսինքն պղծված է այն ամենը, ինչ որ կատարվել անցյալ անգամ։